ՀԱԿ-ի հերթական մոնիթորինգ շրջայցը եղավ Գորելովկայում, գյուղ, որը գտնվում է Նինոցմինդը Հայաստանի սահման տանող մայրուղու վրա, որտեղից անցնում են հազարավոր մեքենաներ եւ ուղևորներ ոչ միայն Հայաստանից ու Վրաստանից, այլ նաեւ արտասահմանից։ Ինչպիսի տպավորություն է թողնում գյուղը այսօր անծանոթ անցորդի վրա։ Ցավով пիտի նշենք, որ ոչ լավ, քանի որ այստեղած բնակիչները անխղճորեն են մոտենում իրենց շրջապատին ու աղտոտում միջավայրը։ Сюда нельзя. Рядом экология какая будет? Речка рядом. Все туда течет. Как сказать, хочет рыбу хорошую половить, да? А ее сейчас нет. Все в речку. Предупреждали уже. Сколько председатель сельсовета вместе с ним ездили, предупреждали. Ну, никаких эффектов нету. Раньше как было в Гореловке? Раньше здесь все зелень было, все культурно было. Каждый за своим, около своего дома порядок был. Чисто все было. Мусор специальное было, мусорное. Вывозили туда. А сейчас все, где кому, как сказать, рассудится, и туда все. Они, и сколько предупреждений было, сколько чего они, как говорится, не понимают. Люди. Для себя плохое делают. Сами говорят, давай так делать, а сами то туда мусор увез, где кому захочется, там и выбрасывают. Что надо делать, чтобы все это убрать? Ну, надо, как, что делать? Ну, сами знаете, что делать. Надо, опять же, как сказать, людей этих, кто это делает, предупредить, чтобы убрали за собой это все. А как еще сделать? Գետակը, որ անցնում է գյուղամիջով, ոչ միայն գեղեցկացրել է գյուղը, այլ նաև լավ հանգստյան վայր է եղել։ Ինչպես նշում են այստեղի հին բնակիչները, նախկինում այն ծառայել է մարդկանց լողալու եւ լվացք անելու համար, իսկ հիմա լրիվ հակառակն է։ Գետը ծառայում է միայն աղբի համար։ Ավելին, մարդիկ դաժանաբար իրենց տան կոյուղիները կապել են դեպի գետը, առանց վատ զգալու, որ չի կարելի նման կերպ վարվել բնության հետ։ Ինչի՞ ես գետը լացի։ Անասը դե մեդերում կա այդպես բան։ Որ գետը լես։ Այն գերի վերջին դու բայց իսման նագլի գետը Առաջի տարին եմ լսել։ Ես էլի եմ եկել։ Այլ է, երկու տարի առաջ էստեղ չես, դեպի չես կրասոտ խոս։ Այստեղ այսման ես սուտ։ Էստեղ էսման չի երկու տարի, ես տարի նոր տարում են առաջ չէ, նոր տարում են հետև եմ լսել։ Գորելովկայի սանիտարական վիճակը, ինչպես գիտեք, 2 տարի առաջ մենք նորից ստուգեցինք, կան փողոցներ, որտեղ կա բարելավում որոշակիորեն, բայց ընդհանուր առմամբ հատկապես գետի հարագից տարածքներում անտանելի վիճակ է։ Այսօր կարելի ասել ավելի վատ վիճակ է, քան նախկինում մենք որ 2 տարի առաջ։ Ինձ թվում է այս հարցը պետք է բարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների առաջ ներկայացուցիչներին ընդգրկվի եւ այդ հարցը անպայման լուծվի։ Սա ոչ միայն սանիտարական խնդիր, այլ էկոլոգիայի խնդիրի արդեն դարձ է։ Մենք տեսանք, որ կան տեղեր ոչ միայն կանալիզացիան, այլ ուղղակի կոմաղը լեցվում է գետի մեջ։ Այ պատկերները կտեսնեք։ Ուղղակի տիդմամբ լեցվում է գետի մեջ, որը անտանելի է։ Եթե մենք այսօր դիմենք բարձրագույն մարմիններին, ոչ միայն մենք բարեապես շատ դժվար կլինենք, այլ նյութապես, որտեղ մեծ տուգանքներ կհասնի։ Ինչ է նշանակում գոմաղ ամբողջությամբ լեցնել գետի մեջ։ Մյուս կողմից էլ գետի հարևանությամբ մարդիկ հանգստանում են յանում թե գույի գետի հարևանությամբ։ Հետնել ծուգ որսալու process է կատարվում։ Այդ ծուգը ես չեմ կարծում դու ավելի թունավոր բան կլինի, քան այդ ծուգը։ Այսօր։ Մի խոսքով անտանելի վիճակը մենք պետք է անպայման իշխանության ներկայացուցիչին տեղական միասին պետք է հավաքվենք եւ Սակրեբուլում եւ Կամգիուբում ընդհանուր որոշում կայացնենք 10 օրվա ժամանակ ենք ճիշտ է բնակիչներին տևը, բայց չեմ կարծում որ բնակիչը ինքը այս վիճակը կարող է ուղղել։ Ինչքան էլ ժամանակ տանք, որովհետեւ հարյուրավոր տոննաներով գոմաղ բելեցված գետի հարևանությամբ։
Չգիտես թե ինչու արագիլները, որոնք խորհրդանշում են բարոյության, խաղաղության եւ բարեկամության ամենից շատ իրենց բույնը հյուսել են հենց Գորելովկա գյուղում, որը նախկինում զարմացրել է անցորդներին։ Գեղեցիկ ու մաքուր փողոցները, սպիտակ տները, երանգագույն դուռ պատուհանը, սակայն այսօր գյուղը փոխվել է, ու այն փոխել են մարդիկ, որոնք անսրտորեն են վերաբերվում այն ամենին, ինչը իրենց սեփականը չէ, մոռանալով, որ աղտոտելով շրջակա միջավայրը մեծ վնաս են հասցնում իրենց ու իրենց երեխաների առողջությանը։